Նախ բոլորը վարում են շատ ակտիվ կյանք, 80-90 տարեկան կինը կարող է թեյի պլանտացիաներում դեռ աշխատի եւ նույնիսկ ինչ որ պարգևատրության ինքը պարգևատրվի։ Հաջորդը նրանք ապրում են շատ ցածր ջերմաստիճանային պայմաններում, իրենց բնակարաններում 13-ից 15 ջերմաստիճան է։ Հաջորդ գործոնը, որ իրենք օգտագործում են միայն եւ միայն առողջ սնունդ, այսինքն ներեցեք, իրենք չունեն այդպիսի հասկացություն երկրորդ օրվա բորշ կամ երրորդ օրվա տոլմա, իրանք հենց տեղում հավաքում են բանջարեղենը իրենց պարտեզից եւ օգտագործում եւ ամենակարևորը հոգեբանական խնդիրն է։ Սովորաբար ես արդեն նշեցի, մեր երկրում գործում է այդպիսի տարիքային խտրականությունը։ Այնտեղ հակառակն է, որքան մեծ է տարիքով մարդը, այնքան հարգանքը իր նկատմամբ եւ պահանջվածությունը եւ նրա անհրաժեշտությունը բարձր է։ Ես դա առանձնացրեցի այդ հատվածը Կովկասի։ Ինչ վերաբերվում է հետազոտությունների արդյունքների մեր երկրում կատարված, մենք տարբեր մարզերում հայտնաբերել ենք, որ երկարակեցության մակարդակը տարբեր է 73-ից մինչև 75-76 կանան շրջանում, կանեք արդեն հայտնի է ամբողջ աշխարհով մեկ են այդ վիճակագրական տվյալները, որ ապրում են ավելի երկար, քան տղամարդիկ։ Սակայն այս ցուցանիշը բավականին ցածր է իմ համեմատ եվրոպական ցուցանիշների հետ։ Եվրոպայում արդեն ընդունված է միջին կյանքի տևողությունը 89 պլյուս մինուս 5 տարի։ Այսօր մենք ետ ենք մնում եվրոպական ցուցանիշներից ցավոք սրտի եւ մենք մեծ հույս ունենք, որ Կրիստինայի հետ մեր համագործակցությունը հետագայում կենտրոններն են հենց միտված են որակյալ երկար կյանքին։ Իսկ նաև մի իմաստուն ասել է, որ մարդ ծերանում է ոչ թե այն ժամանակ, երբ առաջանում են կնճիռներ, այլ այն ժամանակ, երբ նա կորցնում է հետաքրքրությունը կյանքի նկատմամբ։ Տիկին Գոհար, ձեր արդեն 10 տարվա հետազոտությունները ինչ են ցույց տալիս տարիքի մասով, եթե իհարկե մարդկանց հետ առնչվելով, այդ դաշտային աշխատանք անելով համոզվել եք, մարդը տարիքը երբ է զգում, դա թվեր են, տարիքը թիվ է, տարիքը զգացողություն է, թե ընդհանրապես միֆ է։ Մենք նկատել ենք, որ դեռ այդ տարիքում մարդիկ ձգտում են այո լինել ակտիվ, ձգտում են կրթվել եւ զարգանալ։ Ցավոք սրտի մեր երկրում գործում է այդպիսի կարծրատիպ, որ տարեցմարդը չունի այդ ցանկությունը սովորելու, զարգանալու եւ նույնիսկ կա տարիքային խտրականություն։ Բայց իրականում մենք Կրիստինայի հետ համոզվել ենք ճիշտ հակառակում։ Եվ այս կենտրոնի ստեղծումը ծնվեց այն գիտակցումից, որ տարեց մարդը մնում է մենակ տարիքի եւ նոր մարտահրավերների հետ։ Մինչդեռ տարեց մարդը ունի հսկայական ներուժ։ Եվ ես որպես բժիշկ եւ դասախոս գտնում եմ, որ ճիշտ գիտելիքները, աջակցությունը, հաղորդակցությունը տարեց մարդկանց հետ կարող է օգնել իրականորեն փոխել նրանց կյանքը եւ կյանքի որակը։ Եվ մենք մեր կենտրոնում ստեղծում ենք այնպիսի մի մթնոլորտ, որտեղ մեր կենտրոնը միայն կերթական կենտրոն չէ, դա մի տարածք է, որտեղ ամեն տարեցմարդ կզգա իրեն անհրաժեշտ, ակտիվ եւ հարգված։ Տիկին Գոհար, մեր երկրում եւ ընդհանրապես ընդունված է տարիքի մասին հարցը չտալ, չգիտես թե ինչու, բայց քանի որ մեր տաղավարում հենց հաղորդումը դրան է միտված, մենք հարցնում ենք տարիքը։ Ձեր մոտեցումն եմ ուզում իմանալ։ Օրինակ, եթե ես ձեր տարիքը հարցնեմ, դուք ինձ այն կասեք։ Օֆելիա, շնորհակալ եմ հրավերի համար, որ դուք ինձ համար ստեղծեցիք այդ հնարավորությունը բարձրաձայնել եւ հնչեցնել իմ մեծ հետաքրքրության մասին գերանտոլոգիայի նկատմամբ։ Սակայն եթե ցանկանում եք, որպեսզի մեր հարաբերությունները լինեն երկարատև, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Ինչու չեք պատասխանում։ Տիկին Գոհար, թաքցնելու բանն է, թե անհամապատասխանությունը հոգեկան վիճակի ներաշխարհին, հետաքրքիր է իմանալ։ Դա շատ անձնական է, թույլ տվեք լռել։ Ոչ, դուք արդեն ասացիք, որպեսզի մնանք բարեկամներ։ Այո։ Հետաքրքիր է, որ այս տաղավարում մարդիկ շատ բազմազան պատասխաններ են տալիս այդ հարցին։ Եղել են 80-ից մարդիկ, որ ասել են ես ինձ զգում եմ 20, եղել են մարդիկ, որ ասել են ամբողջ պատճառը այդ անձնագիրն ու հայ լինեն, չլինեն դրանք ընդհանրապես մենք չէինք էլ հիշի։ Հետաքրքիր ֆենոմեն է։ Կտակ ես ձեր հարցին մի փոքր պատասխանեմ։ Տեսեք, այնինչ բնական է, ամոթ չէ։ Իմ կարծիքով ես նույնիսկ ուրախանում եմ, որ մեծանում եմ, որովհետև տարիքը իր դրոշմն է թողում նաև մարդու
վրա կյանքի փորձի, իմաստության, վերաբերմունքի ընդհանրապես աշխարհի հանդեպ դա շատ լուրջ արժեք է, որ մարդը ստանում է երկար ապրելով, հա։ Հիմա ճիշտն ասած այս ինդուստրիան, երիտասարդացման ինդուստրիան շատ մեծ ստիգմա է դրել տարիքի վրա, որովհետև մարդիկ ամաչում են մեծանան, որովհետև ամաչում են կնճիռ ունենան, կարծես թե մի մեծ բնական աղետ է եւ ամոթ, բայց ես կարծում եմ մարդիկ պետք է հպարտորեն ծերանան եւ ծերանում են մարդիկ ոչ թե տարիքով, այլ իրենց գործառույթներով եւ իրենց վերաբերմունքով կյանքի հանդեպ։ Եթե մարդը ակտիվ է մնում եւ գործառույթներով լի դեկոս 60-70 տարեկանում նա դեռ երիտասարդ է, սակայն ունենք երիտասարդներ, որոնք անգործ են, ծույլ են եւ ես կասեմ իրանք ծեր են։ Ինձ համար տարիքը որոշվում է մարդու ակտիվությամբ եւ գործառույթներով եւ մեր կենտրոնը հենց կօգնի, որ մարդիկ գործառույթներով եւ նպատակներով մնան երիտասարդ ողջ կյանքի ընթացքում։ Միջին սերունդը, այսինքն զավակները գնում են գործի, թորները գնում են իրենց գործերով եւ 60-70 տարեկան մեր հայրենակիցները չունեն ոչինչ անելու։ Արդյոք կկարողանան ձեզ մոտ գալով այդ բացը իրենց կյանքում նորից սովորելու լրացնեն։ Այո, իհարկե, տեսեք, գիտելիքը մի հետաքրքիր մի լավ հետաքրքրություն ունի։ Գիտելիքը ուղակի չի մարդու ուղեղում տեղավորվում եւ որ այն մարդու ուղեղում է, կարիք է առաջանում այն օգտագործելու։ Իսկ նոր գիտելիքի օգտագործումը հենց նոր հնարավորություններ կստեղծի մեր շահառուների համար, կյանքի նոր հնարավորություններ կստեղծի։ Նախ եթե խոսենք մեծերից, նրանք կկարողանան անկախ լինել բոլորից, թեկուզ իրենց թվային գրագիտության շնորհիվ, թե ֆինանսական գրագիտության շնորհիվ, գիտեք, սրանք եւ կամ հաղորդակցման հմտությունների շնորհիվ, հա, հնարավոր է նաեւ կարողանան ինչ-որ աշխատավայր, նոր աշխատանք գտնել, մենք նաեւ պիտի աջակցենք դրան, որ աշխատատեղեր կարողանանք նաեւ ստեղծենք մեր շահառուների համար եւ զբաղվածություն ապահովենք իրենց։ Իսկ ավելի երիտասարդների համար դարձյալ նոր աշխատանք ձեռք բերելու հնարավորություն է, ինչպես նաև, ինչպես ասացի, կյանքը ավելի բարեկեցիկ կառուցելու հնարավորություն։ Իսկապես, Տիկին Գար, դուք երիտասարդացման ինչ բանաձևեր եք կիրառում, այն իմաստով, որ ինչպես եք ձեզ պահում ժամանակակից, ինչպես եք ուղեղի զարգացումը, լեզու սովորելով, կարդալով, ինչ եղանակով եք դուք ինքներդ, ինչ մեթոդներ եք կիրառում, որ կարող եք մեզ էլ հուշել։ Եվ ունկնդիրներին։ Թույլ տվեք չարաշահել մի փոքր ինձ ժամանակը եւ պատասխանել հնդկական լեգենդով։ Մի կին տանում է իր որդուն իմաստունու մոտ եւ ասում է՝ ասա իրեն, որպեսի շոկոլադ չուտի։ Իմաստունը ասում է՝ բերեք 3 ամիս հետո։ 3 ամիս անց կինը բերում է որդուն իմաստունու մոտ։ Իմաստունը ասում է՝ մի կեր շոկոլադ։ Կինը զարմանում է, ասում է՝ ո՞րն էր պատճառը, որ մենք 3 ամիս անց եկանք։ Ասում է՝ ես 3 ամիս չէի ուտում շոկոլադ։ Ես գտնում եմ, որ որոշ գաղափարներ տարածողը ինքն էլ պետք է լինի այդ գաղափարների կրողը եւ հենց միշտ էլ ես զբաղվել եմ սպորտով եւ չեմ ունեցել վնասակար սովորույթներ, բայց այն պահից երբ սկսել եմ զբաղվել գերանտոլոգիայով, ել ավելի վարում եմ առողջ ապրելակերպ, կատարում եմ ֆիզիկական վարժություններ, 4-ից 6 կիլոմետր ամեն օր քայլում եմ, ունեմ իմ օրվա ռեժիմը, փորձում եմ ընդունել առողջ սնունդ եւ ամենակարևորը ներկայումս արդեն ուսումնասիրում եմ 9-րդ օտար լեզուն։ Ամենակարևորը, որ ես ամեն օր շփվում եմ ուսանողների հետ, որոնք իրենցից ներկայացնում են այո երիտասարդության, կենսուրախության, կյանքի աղբյուր եւ ինքս էլ ձգտում եմ ձևավորել իմ մեջ պոզիտիվ մտածելակերպ, որպեսզի կարողանամ հաստատել հավասարակշռություն եւ ներդաշնակություն իմ հոգու մեջ։
Հրաշալի դուք թվարկեցիք այսպես սեղմ բոլոր այն ուղղությունները, որոնց մենք հաղորդաշրջանակներում անդադ անդրադարձել ենք նոր լեզուներին, առողջ ապրելակերպին, ֆիզիկական ակտիվության, այսինքն բոլորը խտացված դուք իրականացնում եք։ Այո, այդպես ամեն օր։